Հոկտեմբերի 11-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանին։ Մի քաղաքացի հարցում էր ուղարկել և խնդրել պարզաբանել, թե բիոմետրիկ անձնագիր ստանալու համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ և որքան է կազմում պետական տուրքը։ Պարզաբանվել է, որ 16 տարին լրացած անձը կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու համար պետք է ներկայացնի նույնականացման քարտ, իսկ եթե դեռ չի ստացել այն, ապա երկու փաստաթղթերի դիմումներն ընդունվում են միաժամանակ։ Նույնականացման քարտ ստանալու համար սահմանված է պետական տուրք 3000, իսկ կենսաչափական անձնագրի համար 25000 դրամի չափով։ Ռուսաստանից զանգահարած քաղաքացին հայտնել է, որ երեխան 14 տարեկան է, ծնվել է Հայաստանում, ունեն բուժ հիմնարկից տրված ծննդյան փաստը հաստատող փաստաթուղթ, սակայն առանց ծննդյան վկայական ստանալու տեղափոխվել են Ռուսաստան։ Ներկայումս ցանկանում են երեխայի համար ստանալ անձնագիր, սակայն ծննդյան վկայականի բացակայության պատճառով չեն կարող այն ստանալ։ Քաղաքացին խնդրում էր աջակցել որևէ ուղղություն ցույց տալ իրեն, հարցին իրավական լուծում տալու համար։ Թեև ոստիկանությունը ծննդյան վկայական տրամադրող իրավասու մարմին չէ, այնուամենայնիվ ոստիկանության ներկայացուցիչը կապ է հաստատել քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության հետ, որտեղից պատրաստակամություն են հայտնել աջակցել քաղաքացուն, առաջարկելով, որպեսզի նա ներկայանա Հայաստանում գտնվող հյուպատոսական ծառայություն և նշված ծառայության հետ հարցին տրվի լուծում։ Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին Երևանի ժամանակով ժամը 11-ից 13-ը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Skype-ի հասցեն Armenian Police, հարցեր կարելի է ուղղել նաև press@police.am, դիմում @police.am էլեկտրոնային հասցեներին։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հոկտեմբերի 10-ից 11-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է։ Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 13-ը։ Բացահայտվել է գողության 10, խարդախության 8, կողոպուտի ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման և դրամանենգության 1 դեպք։ Արձանագրվել է զենք զինամթերքի առգրավման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 4 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 18-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 18 շենքին հարակից տարածքն է։ Սեպտեմբերի 24-ին ժամը 17-ի սահմաններում այստեղից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվեցին 2 տղամարդ։ Նրանք կասկածվում էին թմրանյութ պահելու և օգտագործելու մեջ։ Այս տեղեկությունը ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներինն էր։ Միջոցառումն իրականացվել է նրանց և Շենգավիթի ոստիկանների համատեղ ջանքերով։ Արագածոտնի Օշական գյուղում հաշվառված 38-ամյա Վարդան Երդվեցյանն է։ Նրա վնասազերծմանը մասնակցած քրեական հետախույզներից մեկի հավաստմամբ Երդվեցյանը բերման ենթարկվելիս ձեռքից փայլատիթեղ է գցել գետնին, ապա ոտքով փշրել այն։ Փայլատիթեղից հայտնաբերվել է թմրամիջոցին նմանվող սպիտակ փոշենման զանգված, որն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Մյուս բերման ենթարկվածը Շենգավիթի բնակիչ 41-ամյա Յուրիկ Մանուկյանը ընթերականների ներկայությամբ խուզարկվեց։ Նրա մոտից հայտնաբերվեց սուբուտեքսի նմանվող 7 հատ կիսված դեղահաբ B և 8 գրառմամբ։ Հայտնաբերվեց նաև դատարկ ներարկիչ, ասեղին կարմիր հետքով։ Այս դեպքում ևս հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։ Ի դեպ, նախկինում գողության մեղադրանքով դատապարտված Յուրիկ Մանուկյանը ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի շրջանառելու համար։ Համաձայն փորձագետի եզրակացության և փայլատիթեղից հայտնաբերված սպիտակ փոշենման զանգվածը և Յուրի Մանուկյանի մոտից հայտնաբերվածը սուբուտեքս է։ Վարդան Երդվեցյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Յուրիկ Մանուկյանն էլ կալանավորվել է։ Կատարվում է նախաքննություն։